Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քրիստոնյա հավատացյալին համար շատ կարեւոր է ընթերցել եւ իմանալ սուրբերու վարքը։ Որովհետեւ սուրբերը Աստուծո ընտանիքին անդամներն են եւ օրը, եթե մենք ալ սիրելներ երկրի վրա ապրենք Աստուծո գամքին համաձայն եւ արժանի լանք հավիտենական կյանքին, այնտեղ պիտի հանդիպենք սուրբերուն։ Սուրբերը սիրելներ մեզի նման մարդիկ էին, մեղքերով լեցուն, սակայն գիտակցությամբ, ապաշխարելով, արցունք տապելով, զղջալով իրենց մեղքերը եւ Տիրոջ շնորհքին ու ողորմության վստահելով, Տիրոջ ներման եւ սրբության արժանացան։ Եկեղեցվո մեր հայրերը սիրելներ դարվա ընթացքին եւ որ ապաշխարության օրեր չեն, սուրբերու իշադագի օրեր կգադարեն։ Այսօր հայաստանյա ցարակելական մեր սուրբ եկեղեցին գեիշադագե Սուրբ Թեոդոս մեծ գայսրին դոնը, ինչպես նաեւ Եփեսոսի մեջ 7 մանուկներու կամ երդասարտներու դոնը։ Ամեն անգամ երբ սուրբ բادرակ մատուցանենք եւ գիշադագենք սուրբերու անունները, թագավորները հիշադակած ժամանակ հետեւյալ անունները գիշադագենք։ Թագավորած Հավադացելոց, Սրբոց Աբկարու, Գոստանտիանոսի, Դրթադա եւ Թեոդոսի։ Ուրեմն Աբկար թագավորը գիտենք, առաջին թագավորներ, որ հավատաց Քրիստոսի, երկրորդ Գոստանտիանոս գայսրը գիտենք սիրելներ, որ այն գայսրը եղավ Հռոմի, որ քրիստոնեությունը ընդունեց եւ արդոնեց, որ քրիստոնեությունը համահավասար գերբով հեթանոսներու հետ ազատ որպես գրոն դարածվի։ Դրտա թագավորը հայոց մեր թագավորն է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչին կողմէ դարձի եկավ եւ քրիստոնեությունը որպես pedagogan գրոն հրճագեց մեր հայրենիքի մեջ։ Այսօր սիրելներ ցեզի պիտի խոսիմ Թեոդոս գայսրի մասին, որուն դոնն է։ Ով էր Թեոդոս գայսրը։ Թեոդոս սիրելներ բապմության մեջ, քրիստոնեական բապմության մեջ ջանցված է որպես բարեբաշտ եւ արդար գայսր։ Եվ անոր համար գոչված է նաեւ մեծ Թեոդոս մեծ։ Թեոդոս մեծը սիրելիներ քրիստոնեական հավատքով, ուղղափառ հավատքով դոկորված գայսմներ։ Անիգա ամփոփչությամբ արկիլեց հեթանոսությունը ռոմեական գայսության մեջ եւ բոլորին բարդացրեց, որ քրիստոնեական հավատքը ընդունին, ասելով, որ քրիստոնեությունը ինքն է ճշմարիտ խաղաղությունը եւ եկեղեցվո հաստատման զորությունը։ Հետևաբար բոլոր դեսագի աղանդավորները, որոնք կային, արիոսական, մարգիոնական, աբողինարի եւ դարբեր դեսագի աղանդավորներ, զանոնք սիրելներ հերացուց ռոմեական գայսության սահմաններեն, ասելու համար, որ քրիստոնեությունը ուղղափառ թվանությամբ պետք է առաջնորդվի եւ ոչ թե մոլախոդերում պես աղանդները պետք է շատնան, ինչպես որ ճշմարտաբար այսօր աշխարհի մեջ շատացած են եւ մեր հայրենիքի մեջ մոլախոդերու նման աջած են։ Սիրելիներ, Թեոդոս գայսրը հավատքի մաքուր անարատ թավանություն ունեցավ եւ ինքն էր որ իր օրով էր որ դիեզերական երկրորդ ժողովը կմարվեցավ Գոստանդնուպոլսո մեջ 381 թվականին եւ հոգեմարդության այս աղանթը որ գար մարգոնը որ գմերժեր Սուրբ Հոգին համահավասար Աստվածը լալը հոր եւ որդին հետ այդ 381 թվականի դիեզերական երկրորդ ժողովին սիրելիներ ահավասիկ չրվեցավ այդ աղանթավոր միտքը եւ հասվեցավ հաստատվեցավ ուղղափառ թվանությունը եւ մենք ամեն անգամ որ հավատամքը գսենք հավատամքի մեջ նեգիական հավատամքը որ ամբողջացավ Գոստանդնուպոլսո դիեզերական ժողովի մեջ Սուրբ Հոգին համար գսենք որ հավատամք եւ ի Սուրբ Հոգին հանեղն եւ ի գադարյալն որ խոսեցավ հորենս եւ ի մարգարես եւ հավեդարանս որ էջնի հորտանան քարոզիաց հարակյալսն եւ նագեցավ ի Սուրբսն գավադանք
աներ գադարյալ Սուրբ Հոգին, որ համակոյ է հորը եւ որդին հետ միասին, ինքն էր որ իջավ հորտանան կեդին վրա Հիսուսի վրա, ինքն էր որ արաքյալներուն վրա ընկճեցավ, ինքն է որ սիրելներ այսօր մեր մեջը ուղափառ հավատքը գտնե եւ ինք որպես հայր, որդի եւ Սուրբ Հոգի Սուրբ երրորդության երրորդեմք մեզ սրբության գարաչնորդ է։ Ահա Թեոդոս ուրեմն գայսրը սիրելներ հավատքի այս ուղափառ թավանությամբ առաջնորդվեցավ, սակայն դժբախտաբար անոր անունը ժամանակը աղարդեցավ։ Ինչու՞։ Որովհետև Թեսաղոնիկեի մեջ, Սելանիկի մեջ Հունաստան ըմպոստությունը եղավ, ուր ժողովուրդը սպանեց Սելանիկի զորավարը եւ պետական մարդիկ եւ հետեւաբար Թեոդոս գայսրը այս մեկը որպես պետական ապստամբություն համարելով հրամայեց որ գոդորեն ապստամբները եւ դժբախտաբար հազարավորներ մոտավորապես 7000 թիվով մարդիկ սպանվեցան։ Այս մեղքը Միլանոյի եպիսկոպոսը Սուրբ Ամբրոսիոսը շատ ծանր համարեց Թեոդոս թագավորին համար եւ Սուրբ Ամբրոսիոսը Միլանոյի եպիսկոպոսը շատ խիստ հավատքով լեցուն Սուրբ մարդ մներ։ Երբ Թեոդոս գայսրը ուզեց Միլանոյի եկեղեցին մտնել եւ Սուրբ Պատրակի մասնակցել, Սուրբ Ամբրոսիոս դուրս ելավ, գանկնեցավ անոր թիմած, գայսրին թիմած, արգելեց անոր մուտքը եկեղեցի Սուրբ Պատրակի մասնակցելու համար եւ անոր ասավ. «Մինչեւ որ չաշխարես, չզղջաս ռածիտ համար, արցունք չթափես, չես կրնար եկեղեցի մտնել, Պատրակի մասնակցել եւ Սուրբ հաղորդություն ստանալ»։ Եվ ի զարմանս բոլորին գայսրը սկիզբը երբ որ հագաթարցեց, Սուրբ Ամբրոսիոս մնաց ամուր իր գեցվածքի մեջ, որովհետև սրբագենցաղ էր եւ միայն Աստուծո սրբությամբ զինված եպիսկոպոս մգրնար այդպիսի արգելք հանդիսանալ գայսրիմը որ ամբողջ ռոմեական գայսրության ղեկավարն էր եւ ի զարմանս բոլորին գայսրը հնազանդեցավ Սուրբ Ամբրոսիոս Միլանոյի եպիսկոպոսի ռահանքին եւ 8 ամիս ապաշխարության շրջան անցուց 8 ամիս յետք արտոնվեցավ իրեն ծննդյան ժամանակ քալու եւ Սուրբ հաղորդությունը ստանալու եւ պատմական վկայությունը գսե թե ձունգի արցունքով եկավ լալով Սուրբ հաղորդությունն արավ այնքան լացավ որ բոլոր ներկաները գայսրի լացը դեսնելով իրենք ալ լաց եղան։ Ահա սիրելներ ատկե վերջը որ Սուրբ Ամբրոսիոս ինքը հավատքի որպես ախոյան, որպես եպիսկոպոս արտոնեց գայսրին 390 թվականին է որ այս հարցը կպատահեր եւ այսպիսով գայսրը դարձավ բարեպաշտության օրինակ։ 395-ին է որ Թեոդոս մեծ գայսրը վախճանեցավ։ Նաև սիրելներ այսօր մեր եկեղեցին ինչպես ասի գդոնե Եփեսոսի 7 մանուկներուն կամ երդասարտներուն հիշատակը։ Ովքեր եղած են անոնք եւ ինչու համար Թեոդոս մեծ գայսրի հետ միասին գդոնվին։ Գպատմվի սիրելներ որ այս 7 մանուկները մանուկ հրապարով կնշանակե երդասարտ անոնք սիրելներ ազնվական ուրեմն ընտանիքներու զավակներ էին որոնք Եփեսոսի մեջ զինվորական ծառայություն կգադարեին եւ այդ ժամանակ Թեգոս գայսրը որ հավատուրած էր կամ քրիստոնյա չէր անշուշտ քրիստոնեություն դարածված չէր հետանոս էր 249-ին մինչև 251 թվական երբ Եփեսոս կուքա բոլոր զինվորականներուն գհրամայե որ երկրբակեն չաստվածներուն եւ այս ազնվական 7 երդասարտները գմերժեն չաստվածներուն երկրբակեր որովհետեւ անոնք թակուն ծևով քրիստոնյա մգրտված էին եւ ահա ժամանակը 250 թվականին հարմար գտեն երբ Թեգոս գայսրը գբնթե իրենց որ իրենքալ զոհմատուցան են չաստվածներուն իրենց քրիստոնյա ըլլալը գահիտնեն
եւ գմերժեն գայսրին հրահանգը կատարել։ Գայսրը տեսնելով որ անոնք ազնվական ընտանիքի գպատկանեին, հետևաբար սպանել չի դար, սակայն զանոնք գզրգե զինվորական ամեն պատիվները կքանագոձե զանոնք, քանագոձել գուտա եւ զանոնք իրենց զնովերուն դուները գուղարգե հույս ունենալով որ անոնք կաշխարեն գթարնան իդ հետանոսական ուրեմն իրենց ճշտամունքին մերժելով քրիստոնեությունը սակայն այս 7 երդասարտները փոխանակ իրենց զնովերու դուները երթալու Եփեսոսի 1 քարայրին մեջ գաբակվին սիրելներ եւ այնտեղ գսկսին դերը ճաշտել ջկնավորական ցանկ ապրելով եւ պատրաստ լալով նահատակության գայսրին երբ իմաց կուտան որ անոնք չեն զղջար ընդհակառակը անոնք ջկնագեցության ցանկով գաբրին եւ քարայրի մեջը միասին գաբրին գայսրը քանի որ ազնվական էին անոնք ազնվական ընտանիքի զավակներ գհրամայե որ քարայրին թուրը քարայրի մուտքը քարերով ձեպեն եւ այդպիսով անոնք ներսը մահանան գայսրին հրանքը գգադարեն քարայրին մուտքը քարերով գձեպեն որով այլևս անգարելի էր որ անոնք ելք ունենային եւ աստուծո ողորմությամբ գբատմե վարկակիրը աստված անոնց խորունկ քունի գանցն է եւ 250 թվականին մինչեւ 389 թվականը անոնք խորունկ քունի գանցնին 389-ի ժամանակ եւ որ հովիվներ ուրեմն գտեսնեն քարայրը մուտքը փակված գուզեն քարայրին մուտքը փանալ որպես իրենց ոչխարները այնտեղ քիշերեն որպես փարախ կործածեն երբ քարերը ուրեմն գփանան սիրելիներ հանգարց աստուծո հրաշքով այդ 7 երդասարտները ոտքի գելեն գարտնան իրենց կունեն եւ այս լուրը գդարածվի ամենուրեք մինչեւ Թեոդոս գայսին գաստին լուրը եւ Թեոդոս գայսը անցամ կուկա դեսնելու այս մեծ հրաշքը եւ այս 7 երդասարտները զինվորականները նախքին որոնք ճկնավոր դարձան գբատմեն իրենց հետ բոլոր բադահացները եւ իրենց բադահած բոլոր թեփքերը բատմել է յետ այս անգամ մահվան կունով գնանչեն նույն քարայրի մեջ եւ այդ նույն քարայրին վրա հոյագապ սրբադեղիմը դաջարմը գգանքնվի եւ Եփեսոսի 7 մանուկները կամ 7 երդասարտները սիրելիներ գսրբաթասվին որպես աստուծո գողմե օրտնյալ երդասարտներ ահավասիկ այսօրվան սուրբերու վարկը ցեզի պատմեցի սիրելի եղբայրներ եւ քույրեր որքան կարեւոր է ապաշխարությունը բոլորին համար ամենեն մեծ ղեկավարներեն մինչև ամենեն փոքր մահկանացուի համար ըլան եկեղեցվո առաջնորդներ, կաթողիկոսներ, եպիսկոպոսներ, պատրիարքներ, քահանաներ, վարդապետներ, սարգսակներ, ըլան սիրելներ պետական այրեր, նախագահներ, վարչապետներ, թագավորներ, ովքեր որ գուզեն ըլալ մինչև ամենեն բարձ սովորական մարդը մահկանացուն ամենքս կարիք ունենք զղջալու մեր մեղքերը ապաշխարությունն է որ մեր դիմաց կփանա սիրելներ թուրը հավիտենական կյանքին որովհետև ապաշխարությամբ մենք կգիտակցենք մեր մեղավորը լալը եւ դիրոջ դիմաց մեր մեղքեր կբերենք Հիսուսը ասավ եթե չապաշխարեք բոլոր տալ պիտի մեռնենք հետեւաբար եկեք սիրելներ Սուրբ Թեոդոս մեծի այս ապաշխարության հոգիով մենք ալ ապաշխարող հոգի ունենանք զղջանք մեր մեղքերը ապա մոդենանք եւ սուրբ հաղորդությունը ստանանք եւ աղոթենք որ Աստված իսկապես ուղղափառ սուրբ կրոնավորներ մեզի շնորհե Աստված սուրբ ասկասեր ղեկավարներ շնորհե որբեսի ազգովին սիրելներ մենք քալենք այն ճամփաներեն որով սուրբերը քալեցին եւ հասնենք հավիտենական կյանքին կշնորհավորեմ բոլոր անոնք որոնք Թեոդոս անունը գգրեն եւ գաղութեմ որ Սուրբ Թեոդոս մեծի այս հավատքը դարածվի այսօր pedagogan այրերու մեջ եւ մեր ժողովրդի բոլոր զավակներու հոգիներու մեջ Աստված ցեզ արադաբես օրտնե բարի եւ օրտնյալ օր ձեր բոլորին